Այսինքն եթերն է, որ դիխաչակնքվենք ու նոր մտնենք եթեր։ Դու եղու կարաս անես։ Բան չկա անելու, դաչիկը դնում ես ու լուրջ դեմք պետք է ընդունես։ Որվա ընթացքում ամենաշատը գիտես ինչն եմ ասում։ Տեսականը գիտեմ, գործնականի պրակտիկան ունեմ։ Խորհրդատվությունից կսկսես։ Անցեք, կարևոր չմոռանաս հերթական։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցեք։ Մի քիչ զրուցում ես, ոնց եք, ինչ եք տնեցիք։ Անցեք, հանվեք, պարկեք, թուլացեք, մի լարվեք, չի ցավալու։ Հետո լուրջ դեմքով նայում ես էկրանին։ Հերոստա ռադիո հաղորդավար։ Բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է Հերոստա ռադիո հաղորդավար Տաթևիկ Առաքելյանը։ Բարև ձեզ Տաթևիկ։ Այն որ ասում եի զգացեք ձեզ ինչպես ձեր տանը շատ լուրջ եք ընդունել։ Ես ամենայն լրջությամբ ճիշտ է, ես որ գալիս եմ ձեզ մոտ արդեն զգում եմ ինձ ձեր կոլեկտիվի անդամ։ Չեմ կամ հասկանամ ռադիոյում գինեկոլոգ սոնոգրաֆիստը ինչի է պետք։ Եթե կոլեկտիվը ունի հղի, ոնց կարող է գինեկոլոգ չունենա։ Գինեկոլոգ եմ։ Ես այն օրը հասկացա, որ ես այս վերջի բավականին երկար ժամանակ մեն ձեզ հետ եմ։ Ինչի դուք ուրիշ տարբերակ եք քննարկում նախանձախնդիր հաղորդավար եմ եւ իմ հյուրերի այո եւ իմ հյուրերի հանդեպ շատ խանդոտ ես համոզված եմ որ ես նույնիսկ փնտրեմ ամբողջ հանրապետությունով ես չեմ գտնի ձեր նման գրագետ Դուք պատրաստ եք դուք պիոներ եղել եք իմ աղջիկը հարցնում որ TV-ս ասեցի 1989 1900 2000 չէ 1900 ասացի հա բալես ես դինոզավրերի հետ կոֆե խմած մարդ եմ Տաթևիկն լուրջ դեմքով են կատարում ամենաապուշ որոշումները քայլերը Գործարար Ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ ես Տաթևն եմ Առաքելյան այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Օրհողջյանին Իբր լուրջ ենք էլի